Պաղպաղակ, որտեղ է հայտնաբերվել պաղպաղակի առաջին բաղադրատոմսը՝ Եգիպտոսում, Չինաստանում, Ճապոնիայում։ Ճիշտ պատասխանն է Չինաստանում։ Պաղպաղակի առաջին բաղադրատոմսը հայտնաբերվել է Չինաստանում 11-րդ դարում։ Որ քաղաքում առաջին անգամ սկսեցին պաղպաղակ վաճառել։ Լոնդոնում, Պեկինում, Փարիզում։ Ճիշտ պատասխանն է Փարիզում։ Որ պաղպաղակն է ամենասիրվածը աշխարհում՝ վանիլային, շոկոլադե, ելակի համով։ Ճիշտ պատասխանն է վանիլային։ Երբ են առաջին անգամ սկսել կիրառել դասական պաղպաղակի վաֆլին՝ 1904 թվականին, 1907 թվականին, 1908 թվականին։ Ճիշտ պատասխանն է 1904 թվականին։ Դասական պաղպաղակի վաֆլին առաջին անգամ հայտնվել է 1904 թվականին պատահմամբ, երբ սպառվել են պաղպաղակի համար նախատեսված պլաստմասե տարաները, վաճառողը ստիպված է եղել դուրս գալ իրավիճակից այլընտրանքային միջոցների կիրառմամբ։ Այդ միջոցները վաֆլիներն էին, որոնք վաճառվում էին մոտակայքում։ Երբ է ստեղծվել պաղպաղակի առաջին կոմերցիոն հոսքագիծը՝ 1850 թվականին, 1950 թվականին, 1851 թվականին։ Ճիշտ պատասխանն է 1851 թվականին։ Պաղպաղակի առաջին հոսքագիծը ստեղծվել է 1951 թվականին Ջեյքոբ Ֆազի կողմից, երբ են ստեղծվել առաջին արտադրական սառնարանները, որոնց շնորհիվ պաղպաղակի արտադրությունը թևակոխեց նոր փուլ։ 1901 թվականին, 1902 թվականին, 1903 թվականին։ Ճիշտ պատասխանն է 1902 թվականին։ 2011 թվականի մայիսին Տորոնտո նահանգում պատրաստվել է աշխարհի ամենամեծ պաղպաղակ տորթը, որքան է այն կշռել՝ 10 տոննա, 15 տոննա, 20 տոննա։ Ճիշտ պատասխանն է 10 տոննա։ Այդ պաղպաղակ տորթը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Երբ է ստեղծվել փայտիկով պաղպաղակը՝ 1904 թվականին, 1905 թվականին, 1907 թվականին։ Ճիշտ պատասխանն է 1905 թվականին։ 1905 թվականի ձմռանը մի տղա դրսում էր մոռացել հյութով բաժակը, որի մեջ նաև ըմպելու ձողիկ կար։ Երբ նա գտավ բաժակը, քաշեց փայտիկից ու հանեց սառած հյութը։ Երբ նա մեծացավ, ամրագրեց այդ հայտնագործությունն ու վաճառեց պաղպաղակ պատրաստող մի ընկերության։ Երբ է առաջին անգամ տպագրվել պաղպաղակի բաղադրատոմսը՝ 1717 թվականին, 1718 թվականին, 1719 թվականին։ Ճիշտ պատասխանն է 1718 թվականին։ Պաղպաղակի բաղադրատոմսը առաջին անգամ տպագրվել է 1718 թվականին տիկին Մերի Էլեսի բաղադրատոմսերի հավաքածուում, որը լույս է տեսել Լոնդոնում։ Ինչպես են անվանում այն պաղպաղակին, որի մեջ ընդհանրապես կաթ չկա և որը պատրաստվում է բացառապես մրգերից և սառույցից։ Ժելատո, ջելատո, սորբետ։ Ճիշտ պատասխանն է սորբետ։